Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դատին է ներկայացվել Կենտրոնական բանկի մշակած կրիպտոակտիվների մասին օրենքի նախագիծը։ Վիրտուալ գումարը շատերի համար ֆինանսական հարմար գործիք է, որը հասանելի է 24/7 ռեժիմով, բայց ռիսկային քաղաքացիների իրավունքների, փողերի լվացման տեսանկյունից։ Կենտրոնական բանկի նպատակն է թույլ տալ, որ կրիպտո ոլորտը Հայաստանում զարգանա, բայց միևնույն ժամանակ կառավարելի դարձնել ռիսկերը։ Գլխավոր դրամատունը առաջնորդվում է Եվրամիության փորձով։ Այս օրենքը փաստացի ինչն է վերաբերում, մի քանի կարևոր կտոր կա։ Առաջին դա թողարկողների կողմից հանրությանը կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի դեպքում սահմանվում է թողարկողի կողմից առաջարկի փաստաթղթի, անգլերեն ասում են white paper, հրապարակելու պահանջ։ Առաջարկը, որը ներկայացնի սպառողին, թե փաստացի ինչպիսի պայմաններով եւ ինչ տրամաբանությամբ թողարկում է, դա պետք է հրապարակվի եւ դա Կենտրոնական բանկը փաստացի ստանալու է։ Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցելու համար կպահանջվի Կենտրոնական բանկի լիցենզիա։ Նուրբեկյանը մանրամասնել է արտոնագրման ենթակա է 10 ծառայություն։ Առևտրային հարթակի գործարկում, կրիպտոակտիվների պահարություն, ակտիվին կցված թոքենների առաջարկ, սա անգլերեն ասած stablecoin-ներն են, իր հաշվին կրիպտոակտիվների առքու վաճառք կամ փոխանակում, հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առքու վաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում։ Սահմանվում են կրիպտոակտիվների շուկայի չարաշահումների կանխարգելմանն ուղղված պահանջներ, օրինակ հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի պարտքի դիմաց։ Նույն տրամաբանությամբ էլ ծառայություն մատուցողը չի կարող հաճախորդի ակտիվները սեփական կարիքի համար օգտագործել։ Լինելու են նաև վճարումների սահմանափակումներ։ Օրինակ դուք բիտքոյնով չեք կարող վճարում կատարել, բայց եթե օրինակ էլեկտրոնային դրամապանակ է, որի տեխնոլոգիան տակի տեխնոլոգիան, որը օգտագործում է ապա կենտրոնացված տեխնոլոգիա, այսինքն փաստացի կրիպտո տեխնոլոգիա է, դրանով կարողանալու եք վճարում անել։ Այսինքն ինքը փաստացի էլեկտրոնային փող պետք է լինի, որպեսզի կարողանաք վճարում կատարել։ Բայց դուք բիտքոյնով, օրինակ Հայաստանի Հանրապետությունում չեք կարողանալու տուն գնել կամ մեքենա վաճառել, տուն մեքենա գնել։ Նաև չեք կարող փոխանակել, դա եւս օրենքով դրած է, որպեսզի այդ մասը շրջանցել չլինի։ Օրինագծի հեղինակների հավաստիացմամբ իրենց նպատակը ոլորտը սահմանափակելը չէ, այլապես մի շարք երկրների օրինակով կարգել էին կրիպտոակտիվների գործածությունը։ Գլխավոր դրամատան նպատակը ոլորտը կարգավորելն է, որ պոտենցիալ ներդրող միջազգային խոշոր խաղացողների համար էլ տեսանելի լինի, որ դաշտը մեր երկրում կանոնակարգված է։ Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը մատնանշել է, կան կրիպտոյով իրականացվող հանցավոր տարատեսակ դեպքեր, որոնք կառավարելի ու հետագծելի չեն։ Արդյոք Կենտրոնական բանկը կկարողանա այս օրենքում այդ կարգավորումներով հետագծելիությունը պարզել։ Ընդհանուր կիբերանվտանգության վերաբերյալ պայմանները բնականաբար ստեղ եւս դրվելու են հենց կրիպտոակտիվների ծառայություն մատուցողների համար, այսինքն այն մինիմալ պայմանները, որոնք վերաբերում են տեղեկատվական անվտանգությունը, կիբերանվտանգությանը եւ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողները եւս պետք է դրանց բավարարեն։ Հետագծելիությունը թերևս ամենակարևոր կետերից մեկն է, որ այս օրենքի արդյունքում մենք պետք է ունենք հենց կրիպտո ոլորտում, այսինքն մենք պետք է համոզված լինենք, որ մասնարարպես փոխանցումներ կատարելուց փոխանցողի, ստացողի այդ նույնականացված տվյալները լինեն։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրության փաթեթին եւ միաժամանակ առաջարկել հարցը ներառել առաջիկա լիագումար նիստում։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։